Բարդ է ժողովուրդ ջան։ Հիմա հունիսի 2-ը երեկոյան 20:05 րոպե Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա թաղապետարանի հարևանությամբ այգում եմ գտնվում, որտեղ մի սրբապիղծ անպատասխանատու լայքի համար մեռած վիժված Գնել Սարգսյանը կա, ժամո էր ժամը 8-ին, որ պետք է գար իր սրբապղծությունների համար պատասխան էի ուզե ունենամ։ Դու ո՞ր տարբերակի կողմնակիցն ես։ Վատ չեմ ձևակերպել, դու համար նախապես քեզի նախապատրաստեմ գկսեմ, ես տրամադրված եմ լավով հետդ խոսալու, եթե լավովը չգնահատես, ուրեմն գիտեցի, որ պատրաստ եմ ոչ լավով էլ ենելու, բայց կախված է քեզնից։ Սպասե խոսքս վերջացնեմ նոր։ Չես գացի, որ չես հասկնա, բացատրեմ, որ լավ հասկնաս, նոր պատասխանես։ Կա։ Դե ուրեմն տեղ կսես կուկամ։ Երբ է քեզ հարմար, օր անցել է։ Հենց եկուց։ Հենց եկուց իրիկունը 8-ին քեզ սպասում եմ Մալաթիա թաղապետարանի շենքի դեմի այգում։ Всё, եկուց ժամը 8-ին Մալաթիա թաղապետարանի շենքի այդ այգում քեզի ես տեսա։ Այո։ Որպես ապացույց կուզեք, մի ամեն արձանը ցույց տամ ժողովուրդ։ Դե արձանն է տեսեք, հա։ Ոչ չսեն թե խոսքի մարդ է խապեք իրանց հայատը նկարվել է, գծել է այս երեն է։ Որան ես։ Դկան է, չէ։ Ոչինչ, քեզի պես վիժվածքների տեղը մենք ցույց կտանք։ Պետք դուք լավ գիտեցեք։ Մեզի պես 100 տաղեն, ձեզի պես 2 միլիոնին ծալած ունենա։ Դուք այդքան չկաք, որ խտխտակ։ Այնպես որ պրոցեսը նոր սկսված, ինձ քրիստոնեական պատերազմ եք սարքել, ձեզի պես վիժվածքներից մինչև չպերզնինք, ձեր իրական տեղը ցույց չտանք։ Մենք նորմալ հայրենիք չենք ունենա։ Այնպես որ այս ամեն ինչը նոր սկիզբն է, Գնելիտո, դու քու պատվերով է թե որ մտիկություն կենեիր, կուզեիր երեք Նիկոլիցան ունտին շոպ լավատեղնեիր, ցույց տայր որ հլու հնազանդ է։ Անական այս ամեն ինչը գիտեք ով է մեղավոր։ Ամենաառաջին մեղավորը սուդի պետական իշխանական այդ ուժային համակարգներն է, չկա ոստիկանություն, չկա ԱԱԾ, դուք ով եք вообще, թողել եք այն կարգի որ մենք մեր դիշկը ցածր ծրել ենք, իջել ենք այս անմագարտակ վիժվածքների խելքին, ուն ենք, կուզենք մենք պատասխան պահանջենք, դուք չկաք, չէ, ես նույնիսկ պատրաստ էի, ամեն տեսակ քայլի, ամեն տեսակ, դիքի նկատի ունեցեք, բայց հանուն իմ հավատի, հանուն իմ քրիստոնեության, հանուն իմ արժանապատվության, որովհետև մենք տղամարդ ենք, կուզենք թեկուզ մեռնելուց է տղամարդավայել մեռնենք, ոչ թե սպես քույրիկների ու քածիկների պես, որ երկու հատ լայքի համար տունը նստած եմ ստատուս կգցեք ու չգիտեմ ինչ կեն։ Դե տղայր արի, նշանակած է տեղը, ժամը, օր արդեն 10 րոպե ուշացել ես։ Պետք է վախ դու ու քուպեսները, պետք է միշտ վախենաք դուք, որովհետև միշտ պետք է ամեն րոպե, ամեն վայրկյան ձեր թիկունքում մեր արժանապատվության ստվերը պետք է զգաք։ Դուք պետք է ազատ չշնչեք։ Դուք պետք է միշտ վախի մթնոլորտի մեջ եք, որովհետև դուք քույրիկ եք, դուք քածիկ եք, դուք տերյապկա եք։ Գիտես լեպրիկություն ստիպել եք որ լեպրիկ բառապաշար օգտագործենք, որովհետև դուք ոչնչություն եք, դուք չկաք, հեշտ բան չեք։ Հենց որ սիգա նոր սկիզբն է, հենց որ աֆիշը միշտ ահու սարսափի մեջ մնա, տերերիդ հետ համատեղ։